Հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել եւ 2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810,074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է, բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ եւ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ Այս տնտեսական ցուցանիշները, այսինքն հիմա այս կարգի տնտեսական ցուցանիշները բարեբախտաբար եւ ուրախալի կերպով նորություն չեն, որովհետեւ մենք կառավարության նիստում պարբերաբար այս թեմաներին անդրադառնում ենք։ Հաջորդը, որ կուզենայի նշել, հետեւյալն է, որ մենք հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ Սա նույնպես կարծում եմ շատ կարևոր եւ շատ պոզիտիվ ցուցանիշ է։ Նաեւ ընդգծեմ, որ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է եւ տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, 9 ամիսներով մենք արդեն ունենք 6% արձանագրված տնտեսական աճ։ Ես կարծում եմ, որ սրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են եւ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է եւ նաեւ կարծում եմ սրա պատճառն այն է, որ մենք անդադ մեր քաղաքականություններում բացի ենթակառուցվածքներից ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը եւ այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով կրթության կարևորությունը եւ կարծում եմ, որ այս ուղերձները ընկալվում են եւ այդ ուղերձները իրագործվում են ամենօրյա կյանքում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ գնահատանքի եւ շնորհակալության խոսքեր ասել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին, նաեւ ուզում եմ ընդգծել, որ վերջին ամիսներին ես տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները, այսպես ասած, չափից ավելի խստապահանջ են եւ նաեւ քննչական մարմինները չափից ավելի խստապահանջ։ Գիտեք, եւ ես ընդհանրապես մեր գործընկերների հետ զրույցում այսպիսի սկզբունք ենք մենք որդեգրել։ Մեր սկզբունքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում բառացի ինչ որ ասում եմ, սա ես մեջբերում եմ մեր աշխատանքային քննարկումներից առանց մի բառ ավելացնելու կամ պակասացնելու, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ կամ տուրք։ Բայց մյուս կողմից կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ եւ տուրք։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր եւ սկզբունքային եւ օրինական եւ արդար մոտեցում է, բայց այնուամենայնիվ, քանի որ մեր տնտեսվարողները այդ թեմաները բարձրացնում են, մենք շաբաթ օրը ունենք աշխատաժողովը մեր երկրորդ տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ եւ մենք այդ հարցը կքննարկենք։ Իհարկե, ես նախորդ շրջանում այդ նամակներից առնվազն մի քանիսը մակագրել եմ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, խնդրելով, որ քննարկումներ ունենան, ի վերջո հասկանանք
թե որ փաստարկն է, որ փաստարկն է արդարացի եւ որ փաստարկը ոչ այդքան, եւ մենք ըստ էության շաբաթ օրը կամփոփենք այդ քննարկումների արդյունքները, կլսենք փոխվարչապետին, որպեսզի գանք եզրակացություններ եւ գանք, այսինքն ձևակերպենք մեր մոտեցումը, բայց բոլոր դեպքերում մոտեցումը արդեն իսկ ձևակերպված է, ոչ մի լումա ավել եւ ոչ մի լումա պակաս։ Այս սկզբունքով մենք պետք է աշխատենք, մանավանդ որ ելի եմ ուզում հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները տեսնում են, որ պետական բյուջեի միջոցները ինչ ուղղություններով են ծախսվում, ինչ նպատակներով են ծախսվում եւ միջալոց նաեւ քաղաքացիներին է վերաբերվում, որովհետեւ մենք անդադ խոսում ենք բարեկեցություններից, սոցիալական վճարներից եւ այլն, կներեք, բայց մեր վիճակագրության ոչ կոմիտեն, ոչ էլ որևէ այլ մարմին մեզ չի ասում։ Իսկ այս process-ների արդյունքում, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քանի միլիարդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չի եղել եւ նրանք չեն տարել տարբեր տեղերում նորոգման հավելյալ նորոգումների եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս քաղաքականության արդյունքում ընդհանրավար արհեստավորների բարեկեցության աստիճանը պակասել է, ոչ չի պակասել, որովհետև այդ ընթացքում մեքենաների թիվը այնքան է ավելացել, որ ընդհանրավար եւ մյուս արհեստավորները հաստատ ունեն շատ ավելի մեծ աշխատանք, քան նախկինում ունեցել են եւ այս առումով կարծում եմ, որ ես նկատում եմ այս ոչ մի հաշվարկի մեջ չկա եւ ոչ մեկ էլ չի հաշվում, ոչ ես էլ ճիշտն ասած որ մեքենա է վարում եւ անձնական օգտագործման մեքենա ունեի, չի կարող հիշել, թե նախորդող շրջանում ես ինչքան եմ ծախսել, իմիջիայլոց անկանխիկը սրա համար է, որ պետք է լինի հետագայում իմանանք, թե մեքենայի նորոգման համար ինչքան ենք ծախսել, որը հիմա այլևս չենք ծախսում։ Նկատի ունեմ, այս տնտեսական ցուցանիշները լավատեսական են եւ մենք հետեւողական հանգիստ մեր քաղաքականություններով պետք է առաջ շարժվենք, իհարկե նաև այդ ընթացքում լսելով քննադատությունները, տեսնելով մեր թերությունները, ուղղելով մեր թերությունները եւ այդպես շարունակ։